Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է սիրված դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի Զարա Արամյանը։ Դերասանուհի, հաղորդավարուհի Զարա Արամյանի մահը շատ ծանր է ընդունվել մարդկանց շրջանում։ 55 տարեկան հասակում այս դերասանուհին լքեց երկրային կյանքը։ Դերասանուհին շատ սիրված է և հանրության կողմից, և հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների կողմից։ Իրենց ինստագրամյան էջերում ցավով ու ափսոսանքով են կիսվել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ Երգչուհի Ռիփսիմե Ելինյանը տարածել է Զարա Արամյանի լուսանկարն ու գրել. «Իմ սիրելի Զարա, լույսերի մեջ մնաս»։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը գրել է. «Անասելի ցավ, Զարա ջան»։ Դերասան Գրիգոր Դանելյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Զարա»։ Արմեն Պետրոսյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, Զարա ջան»։ Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ տարածելով դերասանուհու լուսանկարը իր ցավն է հայտնել. «Զարան էլ մեզ հետ չէ, լույսերի մեջ մնաք, լուսավոր մարդ»։ Նշենք նաև, որ այսպիսի հրապարակումներով իրենց ինստագրամյան էջերում շատ ու շատ հայ հայտնիներ են կիսվել։ Դերասանուհու դուստրը Էլեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ամենալուսավոր ժպտերեսիկ ու ծիծաղ կոտ, արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց, միշտ զգալու եմ կարիքդ։ Մորս Զարա Արամյանի այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց։ Հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17:00-ից»։ Ողջ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակը սգում է այս սիրված մարդու կյանքից անժամանակ հեռանալը։ Նշենք, որ տարիների ընթացքում բազմաթիվ ֆեյք կայքեր նյութեր էին տարածում այն մասին, թե դերասանուհին մահացել է։ Զարա Արամյանը ինքը պարբերաբար տարածում էր նմանատիպ հրապարակումներն իր ֆեյսբուքյան էջում։ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին նա տարածելով նմանատիպ հրապարակում հետևյալն է գրել. «Կրկին ու կրկին, աշխարհը շրջվի ու գազազի, միևնույն է, սա անվերջ լինելու է, որ պարբերաբար ինձ տարբեր կայքեր թաղեն, որպեսզի իրենց դիտելիությունը շատանա։ Նորից անհանգստացածները զգուշորեն մոտենան, զանգեն երեխաներիս, բարեկամներիս, մոտ ընկերուհիներիս, հարևաններիս, որ ճշտեն, մնացածը նյութի տակը դնեն, լացող սմայլիկ կամ ցավակցականներ գրեն, ջերմ խոսքեր, այնքան ջերմ, որ մտածում եմ, բայց լավն էր խեղճ կինը, թեխի էլի գնաց, օգնում է միայն հումորի զգացումս։ Մի խոսքով, սիրելիներս, մի անհանգստացեք, ես ողջ առողջ եմ։ Շնորհակալ եմ վշտացողների նուրբ զգացումների համար»։ Այս հրապարակումը դերասանուհին տարածել է դեռ 2 տարի առաջ, և նմանատիպ հրապարակումներ իր ֆեյսբուքյան էջում շատ անգամներ տարածում էր և հումորի վերածում, դե իսկ այսօր նրա մահը արդեն ցավոք իրականություն է։ Զարա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակումով էր հանդես եկել տարեվերջին և շնորհակալություն հայտնել. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ, դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն ու հիվանդությունս ավելի խորանալու համար։ Պատրաստ եմ դիմավորելու նոր 2026 թիվը ու հույս ստացել, որ երկիրս խաղաղ կլինի, իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր։ Շնորհավոր իմ նախշումներ ջան, նոր տարին։ Ես շարունակում եմ ձեզ սիրել», նշել է սիրված դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք հեռուստահաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի Զարա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Երացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Զարա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Արմնուր ԵՄ զրուցել էր Զարա Արամյանի ամուսնու Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել էր. «Այո, Զարան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։ Ավելի ուշ Զարա Արամյանի դուստրը ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է թողել. «Հա, մամայի վիճակը ծայրահեղ վատ ա, խնդրում եմ մի հարցրեք, թե ինչն ա, սիրտն ա ու այլ կապակցված խնդիրներ, միակ բանը, որ կարող եք անել, դա աղոթելն ա»։ Ուրարտուն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Ուրարտու ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանն իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից Ուրարտու ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել Ուրարտու 2-ի կազմում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ, Վահան, դու ընդմիշտ կմնաս Ուրարտուի մի մասնիկը»,
Նշված է հայտարարության մեջ։ Մեկնաբանությունների դաշտում շատերը փորձել են ճշտել, թե ինչից է մահացել երեխան։ Այս մեկնաբանություններին ի պատասխան գրել են, որ երեխան մահացել է հրազենային վիրավորումից։ Հավակցում ենք երեխայի ընտանիքի անդամներին։ Հունվարի 12-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում և ՀՀՆԳ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում դիկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են ՀՀՆԳ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերվել է անձը չպարզված դի։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայտնաբերված դիակը Միխայիլ Դ-ն է, ով 1 ամիս շարունակ անհետ կորած էր համարվում և ոստիկանությունը փնտրում էր նրան։ Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՆԳՆ ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակումի և ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտիքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտիք քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արտիք քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ-դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հունվարի 9-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։